5 տարի շարունակ 20 թվականից պատերազմից հետո COVID-ի եւ Արցախյան երկրորդ կամ կարելի ասել, եթե քառորյաներ նկատի առնենք երրորդ Արցախյան պատերազմից հետո ես ասում եի, որ աշխարհը մտնում է երրորդ համաշխարհային պատերազմի երրորդ աշխարհամարտի ժամանակաշրջան։ Դրանց 2 տարի անց 22 թվականի փետրվարին սկսված լայնածավալ հարձակումը Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից եւ դրան հետեւած աշխարհի տրոհումը երկու անհավասար ճակատների կամ դաշինքների ճամբարների ապացուցեց, որ ես ցավոք սրտի չսխալվեցի։ Բավական է ասել, որ 50 երկրներից ավել թիկունք են կազմել Ուկրաինայի դիմադրությանը, Ռուսաստանը շատ ավելի համեստ արդյունքներ է գրանցել այս առումով, ընդհակառակը մեկուսացել է, գրեթե անհույս, բայց օրինակ Հյուսիսային Կորեայի միջամտությունը կամ մասնակցությունը բավական ուժեղ փաստարկ է, որ սա իսկապես երրորդ համաշխարհային պատերազմի նախապատրաստական շրջան է։ Ընդհանրապես համաշխարհային պատերազմները հենց այդպես էլ սկսվում են։ Աշխարհը դանդաղ է մտնում պատերազմների մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմներից առաջ կային բալկանյան պատերազմներ, կար հայերի առաջին ջարդը եւ նույնը երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ քչերն են կարծում, որ Չեխիայի սուդետների, ապա Ավստրիայի անշլյուսը, ապա Լեհաստանի վրա հարձակումը կբերեն համաշխարհային պատերազմի, բայց դա հենց այդպես էլ եղավ եւ հիմա մենք դրա ականատեսն ենք։ Ցավոք սրտի կարելի ասել, որ այն ինչ դուք նկարագրեցիք որպես ուժի օրենքի գերակայումը օրենքի ուժի հանդեպ ինչը դեռ տեղի չի ունեցել, բայց ժամանակ առ ժամանակ այդ երկու գլխավոր միգուցե հարաբերությունները մարդկային քաղաքակրթության պատմության մեջ իսկապես վերաձևավորվում են կամ ավելի ճիշտ ժամանակ առ ժամանակ նրանք մտնում են ուղիղ բախման մեջ, որպեսզի պարզվի, թե որ օրենքն է ավելի ուժեղ եւ եթե պատերազմները սկսվում են ուժի հերթական փորձի օրենք դառնալուց, ապա ավարտվում են այդ պատերազմները օրենքի ուժի հաղթանակով եւ մենք այստեղ պետք է մի հարցի պատասխանենք, որ կողմից է, որ ճամբարում է, որ դաշինքում է հիմա Հայաստանը, այն որ համաշխարհային պատերազմը իմ կարծիքով արդեն սկսվել է, դա ակնհայտ է եւ դա է պատճառը, որ ես բավական չեմ ասի հեգնանքով, բայց մի փոքր անհավատությամբ եմ վերաբերվում մեր իշխանության պաշտոնական տեսլականի, որ մեզ պետք է խաղաղության պայմանագիր պատերազմի նախաշեմին, համաշխարհային պատերազմի նախաշեմին, ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք է ճիշտ դաշինք Սովետական միությունը Գերմանիայի հետ էր խաղաղության պայմանագիր կնքել, բայց հենց Սովետական միության հարձակումից երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ արդեն գլոբալ, դուրս եկավ Եվրոպայի սահմաններից եւ ներքաշեց իր մեջ ողջ աշխարհը։ Եվ Միացյալ Նահանգները նույնպես մտան արդեն այդ վիճակում պատերազմի մեջ, այդպես որ կարծում եմ մենք պետք է այլ կերպ դնենք հարցը, բայց ես չպատասխանեցի ձեր հարցին։ Ես կարծում եմ, որ պետք է ժամանակն է եկել հասկանալ այն կամ գոնե փորձել ես իմ համեստ տեսակետը թույլ տամ ինձ ներկայացնեմ Թրամփի երևույթի վրա, որովհետև այն տեսլականները, այն տեսակետները, որոնք շատ են տարածված, որ նա գործակալ է, որ նա խելագար է, որ նա պարզապես խուլիգան է եւ այլն, դա որևէ բան չի բացատրում։ Իրականում դա հերթական դավադրապաշտության տեսակետ է կամ տեսություն
եւ դա չի բացատրում համաշխարհային շարժումը, որը այնուամենայնիվ ինքը չէ որ սկսել է։ Նա ուղղակի այդ շարժման երևացող մասն, ինչպես օրինակ Հիտլերը չէ որ սկսել էր այն ինչ հետո դարձավ համաշխարհային պատերազմ, դա շատ ավելի բարդ երևույթների եւ գործողությունների, գործընթացների արդյունքների վարտացում 10 տարվա ընթացքում Թրամփը երկրորդ անգամ է դառնում նախագահ, այսինքն դա արդեն պատահականություն կամ ճակատագրի ինչ որ հեգնանք չէ։ Սա իսկապես լուրջ գործընթացների արդյունք է եւ մենք տեսանք, որ Թրամփի հաղթանակից առաջ 24 թվականի ամռանը տրամպական մոտեցումով մարդիկ շարժումները, կուսակցությունները հաղթեցին նաեւ Եվրոպայում։ Եվ մեր շրջանակներում նույնպես դա ինչ-որ մի անհայտ բան չէ, օրինակ հարևան չէ, բայց ասենք մեզ համար շատ հասկանալի Ռուսաստանում Ժիրինովսկին ենթադրենք մոտավորապես նույն ոճի քաղաքական գործիչ էր, նույն ռետորաբանության, նույն նպատակների, որն է այդ նպատակը։ Եթե խոսենք Միացյալ Նահանգների հետ, կարելի է դա մեծ չափազանցություն չի լինի ասել, որ այս աշխարհի մեծագույն եւ ամենահզոր հանրապետությունը հիմա փորձում են դարձնել կայսրություն։ Ուրիշ հարց է, որ դա ըստ երևույթի չի ստացվի, բայց սա փորձ է։ Ինչու է դա բացատրվում եւ իմիջիալոցենց այդ փոփոխություններով է բացատրվում այդ տարօրինակ արտաքին քաղաքականությունը շատերի համար անհասկանալի, որը տեղի ունենում։ Մեր պատմության ընթացքում նման բաներ նույնպես եղել են եւ ես վերջերս այդ օրինակն եմ բերում, երբ 66 թվականին Քրիստոսից ծնունդից առաջ 66 թվականին, երբ Արտաշատի մոտ հավաքվել էին աշխարհի երկու գերտերությունների բանակները, Պարթևական Պրատ թագավորի եւ Հռոմեական հանրապետության Պոմպեոս Մագնուսի լեգիոնները եւ Տիգրան Մեծը ծերունազարդ 75-76 տարեկան թագավորը մեծագույն քաղաքական գործիչ աշխարհի պատմության մեջ կարողացավ սանձել քաղաքական առումով որոշակի մարտական բախումներից հետո պարթևներին եւ հիմա չխորանանք ինչպես, բայց նրանք հետ քաշվեցին եւ հետո նա ֆանտաստիկ բանակցություններ եւ ինչպես Թրամփը սիրում է ասել գործարք կնքեց Հռոմի հետ եւ նա հենց Պոմպեոսին ասաց, որ վերադարձիր Հռոմ կենթանի եւ առանց կորուստների խաղաղ պայմանագրով, որովհետեւ քո երկիրը, քո հանրապետությունը կայսրություն է դառնալու եւ դու կարող ես դառնալ կայսր, եթե ամեն ինչ ճիշտ անես եւ իսկապես այդ երաշխանության երկու մյուս փաստորեն հերոսները Հուլիոս Կեսարը եւ Մարկոս Կրասուսը սպանվել էին, մեկը Հռոմում Բրուտոսի կողմից սենատի դավադրության կամ ավելի ճիշտ դիմադրության շնորհիվ, որտեվ կայսր էր դարձել Հուլիոս Կեսարը, մյուսը Կրասուսը գլուխը կորցրեց հենց մեր տարածքում եւ նույն Արտաշատում նրա գլուխը բերեցին արդեն Տիգրանից հետո Տիգրանի որդու ոտքերի տակ գցեցին ապացուցելով նրա անճար է հայրը ճիշտ էր, բայց սա մի կողմ ուզում եմ ասել մենք պետք է որ հիշենք եւ հասկանանք ինչ է կատարում, բայց ինչ է կատարում հենց այսօր։ Կատարում է հետեւյալը, 100 տարի առաջ նույնն էր։ Առաջին համաշխարհային պատերազմների բազմաթիվ պատճառներից մեկը կամ մի քանիսը այն էին, որ աշխարհը մտավ տեխնոլոգիապես բացարձակապես նոր դարաշրջան, երբ որ օրինակ աշխատանքի առումով, աշխատանքային շուկայի, աշխատանքային գործիքների տեսակը կտրուկ փոխվեց, կոնվեյեր մտավ օրինակ Չապլինի նոր ժամանակներ, հենց այդպես էլ պատահական չէ, որ այդպես էր կոչվում ֆիլմը, նոր ժամանակներ եւ այդ կոնվեյերի ծիծաղելի եւ վախենալու տեսարանը, եթե տեսել եք այդ ֆիլմը, շատ բան է բացատրում, որտեղ միլիոնավոր մարդիկ եւ նրանց սև բանվորությունը, ձեռքի աշխատանք, մանուֆակտուրան, այլևս պետք չէր, կոնվեյերը փոխարինում էր միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում եւ նրանց կյանքերը, նրանց աշխատանքը, նրանց գոյությունը այլևս պետք չէին, նրանց մարմինները պետք չէին եւ պատերազմը նաեւ դրա պատճառով է նաեւ սկսվում, որ այդ մարդիկ ավելորդ են դառնում, պատահական չէ, որ 10 միլիոն մարդուց ավել կորցրեց Եվրոպան եւ դա իհարկե մեծագույն
փոփոխություններ բերեց նաև մարդկային սոցիալական հոգեբանության մեջ եւ մարդիկ փնտրում էին པարզ բացատրություններ այդ շատ բարդ եւ վախենալու փոփոխություններին, ահա որտեղից էր բոլշևիզմը, ֆաշիզմը, տեսություններ, որոնք པարզ բացատրություններ էին եւ ելքեր էին ցույց տալիս, ուրիշ հարց է, որ դրանք կեղծ էին, ինչպես հետո պարզվեց, եւ նրանք փաստորեն հող նախապատրաստեցին երկրորդ համաշխարհային պատերազմի համար, որը նույնպես հիմնականում նաեւ տնտեսական ու տեխնոլոգիական փոփոխությունների, արդեն կոնվեյերները բավական չէին, արդեն մտնում էին շատ ավելի բարդ սարքեր, շատ ավելի բարդ տեխնոլոգիաներ եւ կրկին այդ երկրորդ համաշխարհային պատերազմը ընդհանրապես ավերակների վերածեց Եվրոպան եւ զարմանել է, բայց 10 տարի անց արդուկած, ոչնչացված Գերմանիան կրկին դարձել էր Եվրոպայի առաջին տնտեսությունը, օրինակ 55 թվականի Mercedes-Benz ավտոմեքենան, որը արտադրված էր Գերմանիայում, ընդամենը 10 տարի ավերիչ պատերազմից հետո մինչև հիմա համարվում է աշխարհի ամենաթանկ եւ լավ, գեղեցիկ ու ցանկալի մեքենան, դա օրինակ է ընդամենը։ Ուզում եմ ասել, որ հիմա մենք կրկին հայտնվել ենք, մարդկությունը հայտնվել է մի շատերի համար, արդեն ոչ թե միլիոնների, այլ միլիարդների համար անհասկանալի, վախենալու ժամանակաշրջանում, երբ օրինակ շատ པարզ օրինակ ասեմ, արհեստական բանականությունը ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր մարդկանց աշխատանքը եւ գոյությունը, կյանքը դարձնում է կորպորացիաների տեսակետից ոչ անհրաժեշտ, նրանց աշխատանքը այլևս պետք չէ, նրանց մասնագիտությունները փոխարինվելու են։ Ես չեմ ուզում հիմա վախեցնել մարդկանց թվարկելով այդ մասնագիտությունները, բայց դա հասկանալի է։ Եվ ահա ինչու եւ ինչի պատասխանն էր փորձում տալ Թրամփը, Օրբանը, Էրդողանը եւ բազմաթիվ այլ քաղաքական գործիչները, Պուտինը իհարկե, որը Ժիրինովսկուն պատահական չէ, որ պահում էր Դումայում եւ բարձրացրեց մինչեւ Դումայի փոխխոսնակ, որովհետեւ նման դեմագոգիայով կարելի էր հեռացնել դեմոկրատիան եւ բերել դիկտատուրան։ Ես հաճախ ասում եմ, որ այս 3 դները, որը հայերեն պետք է ուրեմն թարգմանել ըստ երևույթի բռնապետության եւ ժողովրդավարության այդ լարված պայքարի մեջտեղը հայտնվող ամբողջավարությունը, դեմագոգիան եւ այդ խոսույթը յուրահատուկ դեմագոգիկ խոսույթը, այդ ռետորաբանությունը, որը հիմա տիրում է աշխարհով մեկ։ Ահա ինչի որ վախերի, որ ցանկությունների արտացոլումն է Թրամփը եւ ահա ինչու տեսեք ինչ է նա կատարել Միացյալ Նահանգները ինչպես նաեւ Եվրոպան, իսկ նահանգները Եվրոպայից են սկսվել եւ իրենց մեջ ֆրանսիական հեղափոխության եւ բրիտանական բողոքականության այդ բարդ համակարգն են տարել, որ դարձրեց Միացյալ Նահանգները աշխարհի մեծագույն պետություն։ Դրանք հիմնված են կոպիտ ասած ջենտլմենական, արիստոկրատիկ պայմանավորվածությունների կոդեքսի վրա, որը գործում էր 200-300 տարի շարունակ եւ խոսքը իմաստ ուներ մարդու ջենտլմենի խոսքը, թագավորի խոսքը, նախագահի խոսքը շատ կարեւոր էր, մեծ արժեք ուներ։ Մենք տեսնում ենք, որ այսօր մեղմ ասած այդպես չէ եւ նախագահը կարող է Թրամփի դեպքում անվանել ժողովրդավարական առաջնորդ Զելենսկուն բռնապետ եւ հետո հաջորդ օրը հարցնել միթե ես տենց բան եմ ասել, չեմ հիշում։ Այսինքն սա անեկդոտի հասցված, բայց սա իրական դառը իրականություն է։ Ինչու է այսպես? Որովհետեւ իշխանության եկան իրականում այն մարդիկ, ում Թրամփը հրավիրել էր երթմնակալությանը, հիշեք, որ դրանք ոչ թե աշխարհի առաջնորդներն էին, նրա ժողովրդավարական դաշնակիցները, այլ տնտեսության եւ տեխնոլոգիաների ղեկավարները, Մասկը, Բեզոսը, Ցուկերբերգը եւ տեսեք թե ինչ է կատարվում հիմա։ Միացյալ Նահանգները հանկարծ հասկացան, որ նրանք վերջի տասնամյակներում տնտեսապես սկսում են զիջել։ Դա կարող է
տարօրինակ թվալ, բայց ասենք վերցնենք ամենախոշոր արդյունաբերությունները ավտոմեքենաների արտադրանքով Դետրոյթը երբեմնի աշխարհի ավտոմեքենաների արտադրության մայրաքաղաքը դարձել է ուրվական քաղաք, դատարկ է, այդ քաղաքը դատարկվել է եւ այնտեղ $1 տներ են վաճառվում, այնտեղ Միացյալ Նահանգներում վերջերս ամենաբարձր հանցագործության ամենաբարձր ցուցանիշներ Boeing-ը, որը աշխարհի լավագույն օդանավն էր, հիմա սկսում է զիջել իր որակով, արդեն երկրորդ, երրորդ մոդելները մեծ խնդիրներ ունեն եւ Airbus-ը եվրոպական, գերմանա-ֆրանսիական օդանավերը արդեն ացնում են Boeing-ին, ինչ է մնում Միացյալ Նահանգներին, կոմպյուտերային տեխնոլոգիաները իհարկե, բայց արտադրությունը տեղափոխվել է այլ երկրներ, Չինաստան, Վիետնամ, հիմա Հնդկաստան է տարվում, այսինքն Միացյալ Նահանգներում չափազանց թանկ է դա եւ Չինաստանից Միացյալ Նահանգները գնում են էլեկտրոնիկա, իսկ վաճառում են գյուղատնտեսական ապրանքներ։ Երևի անպատրաստ մարդը չի հավատա, որ դա այդպես է, բայց դա այդպես է։ Եվ Ինչին բերեց այս ամենը բիզնեսմենները, որոնք շրջապատեցին Տրամփին եւ օգնեցին նրան հաղթել, ասում են սա այլևս չի կարող այդպես շարունակվել, Եվրոպան դարձավ մեր ոչ թե դաշնակից, այլ մրցակիցը, նույնը Կանադա, նույնը Մեքսիկան եւ տեսեք ով է Միացյալ Նահանգների առաջին առևտրական առումով տնտեսական դաշնակիցները Կանադան համար 1, երկրորդը Չինաստանը, երրորդը Մեքսիկան եւ այդ 3 երկրներին Թրամփը առաջին իսկ շաբաթվա ընթացքում իր նախագահության պատերազմ է հայտարարում Եվրոպային է պատերազմ փաստորեն տնտեսական պատերազմ հայտարարում դա իմ խոսքերը չեն դա Մակրոնի խոսքերն են դա Գերմանիայի նոր կանցլերի խոսքերն են Տրյուդոն դա ասեց այսինքն մենք տեսնում ենք որ Ամերիկան փակվում է բոլորի դեմ եւ սա փաստորեն ոչ միայն ուժի օրենքի բանն է որովհետեւ դա Եվրոպայում այդպես չէ։ Եվրոպան որոշեց պաշտպանվել եւ մենք տեսանք ֆանտաստիկ բաներ։ Մի շաբաթվա մեջ 2 շտաբ վեաժողովներ, երկուսը Փարիզում, հետո Լոնդոնում, Ռոմում բերեցին նրան, որ Եվրոպան փաստորեն 800 միլիարդ եվրո պատրաստվում է միմիայն պաշտպանության անվտանգությանը հատկացնել։ Եվ հիմա ավարտելով այս երկարացիմ նախաբանը ասեմ, որ Հայաստանի համար ավելի քան երբևէ կարևոր է Եվրամիության անդամակցությունը եւ այդ 800 միլիարդ եվրոից, որը համարյա $1 տրիլիոն է, բնականաբար մեզ էլ է հասնելու բաժին անվտանգության մեր բաժինը, որը մենք հիմա կարող ենք ստանալ, եթե չուշացնենք այդ արդեն ուշացած գործընթացը, որը մենք տարիներ առաջ պետք է սկսեինք, որից մեզ հետ էր պահում Ռուսաստանը, որից հետ էր մեզ պահում Ադրբեջանի սպառնալիքը եւ մեր քաղաքական ղեկավարների քաղաքական կարճատեսությունը, անհեռատեսությունը, վախը նրանց որակները ցածր քաղաքական մարդկային եւ այդ ամենը մեզ բերեց պատերազմի եւ պատրիացիդի հայրենազրկման եզրին եւ հիմա մենք մեծ վտանգի առջեւ ենք, բայց դա չի նշանակում, որ երրորդ համաշխարհային պատերազմում մենք պարտվելու ենք։ Մենք կպարտվենք միայն այն դեպքում, եթե մենք սխալ դաշինքում հայտնվենք։ Հիմա մենք սխալ դաշինքում ենք, մենք դուրս չենք եկել դրանից։ Միայն վերջի տարվա, անցյալ տարվա այս նախաձեռնությունը Եվրամիության անդամակցության ճիշտ քայլ էր, գործնական ճիշտ քայլ եւ եթե կառավարությունը չդիմադրի, այլ ընդունի դա եւ կատարի հետեւյալ քայլերը, մենք կհասնենք մտնել ճիշտ դաշինքի մեջ։